Ես վերջին անգամ այստեղ էի 66-ին, տնօրենը Կիրաբյան, հետո մեկ հատ Վազգեն, անդով մեկ կան։ Տնօրեն? Տնօրեն չէ, մանի վերանային մեջ։ Ես երկրեք ամիս այստեղ։ Մի քիչ Աղիրաշի եղել, բայց Ավետիք Վասովետ, Ավետիք, Կոլանյան։ Հիշ է։ Ասեն մեկ ասում եմ, որ ես լավ հիշողությունն եմ, բայց երբեք չեմ կարող արտադրել։ Ամեցեք։ Ոնցեք։ Մենք Սիլվա Կամբոդյանին հանդիպեցի Եվ այդ պատճառով ես քեզ պատճառ այլ թերթերի տեսանք շատ ժամանակ az Ինչպես է։ լավ շատ լուսիչ է որ գալիս է Հայաստանից ակցիա նկարագրում է որ Հայաստանը մատնում են բանին Աուստրիայի ծերության ժամանակ, ուզում է երիտասարդ գնա, բայց մարմինը չի է թակվում։ Չի է թակվում։ Այդ երկիրն է, որ համաժամանակյալ է։ Երեք արդեն Երկոր է նա։ Եվ 66-ին վերջին անգամ ես Վերջին անգամ Հայաստանի, որովհետև երբ որ Հայաստան գրավիվել է, երբ որ որոշել գրավ մեր բան է պատահել, 60-ի պիտի գայի Չեքոսլովակիա, հետո ասացի լետուրիշ չես կարող եթալ, և երթած ասեն, որ միշտ այս տարի հետո մեր ամբողջ պասպորտեր կորան Հայաստանի դեսպանության և Նյու Յորքի մեջտեղ 5 պասպորտ կորսվեցին, 2 օր մեր մեկնելեն առաջ, այնպես որ 2 օրվա մեջ գնացիք նոր պասպորտեր նրան։ Հայաստանյան։ Չէ, ամերիկյան որ արտասահման օգտակար լինի, կառավարությունը ուրեմն որի պարտականություն չունի Սերբիան, դիմաց։ Ընդհակառակը կառավարությունը ինչ-որ նրա վրա ավեստո, եթե չէ, որևէ կերպով չպետք է կարողանա։ Այնպես ուզում եմ իմանալ ինչ է ձեր անմիջական պահանջները, անմիջական խնդիրները, անմիջական ինչ-որ քրիտիկ։ Գիտեք, այդ հարցը մի հարց է, որ պատասխանը դժվարանում է։ Ամեն ինչ։ Ամեն ինչն է խնդիրը, խնդիրները բազմաթիվ են և բազմապիսի և խնդիրների այնպիսի մի հետագայություն կա, որ դժվարանում է նույնիսկ երբեմն առաջնությունը տալ, որ որն է ավելի առաջնորդը։ Ինչու, որտեղ վախանում եք, որ մարդիկ վախանան։ Չէ, եթե վախենանք ենք արդյոք։ Եվ դժվարանում եմ երբեմն առաջնությունը տալ որևէ խնդրի, իսկապես որևէ առաջնորդ։ Մենք մի շարք ծրագրեր ենք փորձում իրականացնել, հատկապես երևի պարոն Բաղդասարյանը ասած կլինի գրադարանների ավտոմատացման ցանցի ստեղծման կապված ծրագրեր, որը կարծում եմ քայլ է առաջ գոնե միջազգային, այսպես ընդհանուր գրադարանային աշխարհի գրադարանային խնդիրների մակարդակի հասնելն է խոսքը։ Բայց կուզեի, որ տնօրենները երևի մեկը իր բնագավառի որ սպասարկում է, գոնե որոշ տեղեկատվություն
նախարար այսօր պետք է փոխվի եւ մենք այդ փոխվելու ընթացքի մեջ ենք։ Ամենամեծ փոփոխությունը գրադարանի մեջ որ կատարվել է անշուշտ դա Ալեֆ 500 ծրագրի ձեռքբերումն է եւ կոնսորցիումի ստեղծումը, որը զույգ նպատակ ունի, այսինքն գրադարանների կատալոգների ստեղծում եւ union կատալոգի ձևավորում եւ նաեւ ազգային մարզությունը ամբողջ Հայաստանի համար թե միայն երկու գրադարան։ Չէ, այս պահին 6 գրադարան է ցանցին միանում, բայց կոնսորցիումի մեջ 9 հաստատություն կա, որը իմ պատկերացումով պետք է բաց լինի կոնսորցիումը։ Իհարկե ես ակադեմիական գրադարանները պետք է ղեկավարեն, իրենք քաղաքականություն իրականացնեն, բայց փոքր գրադարանների համար, որոնք թվում է շատ են, իրականում թղթի վրա շատ է, բայց իրականությունն այն որ դա կրճատվելու է հաստատ։ Այդ գրադարանները պետք է միանան ցանցին, դրանք միևնույն է, երբեք այնքան հնարավորություն չեն ունենա, որ իրենք էլեկտրոնային կատալոգներ իրենք կարողանան անել։ Շատ իրենք պետք է մեր պատրաստի նկարագրությունները վերցնեն։ Հիմա այդ ուղղությամբ աշխատանք կատարվում է, բայց գրադարանը ինքը իր սպասարկման կարողություններով եւ տեխնիկական հնարավորություններով զիջումը չի կա, ասենք եթե մենք ունենանք էլեկտրոնային կատալոգ, մեր գրապահոցը սպասարկման արագություն չապահովի, որովհետև այդ շենքը որ ունենք, կստացվի շատ կուրիոզ մի իրավիճակ, այսինքն մենք ունենք մեծ խնդիրներ եւ կստիկ խնդիրներ։ Ամենամեծ խնդիրը իմ պատկերացումով գրապահոցի 9 հարկանի գրապահոց ունենք, որ եթե մենք այս շենքից ամբողջ գրականությունը տեղաշարժենք այնտեղ, տեղավորենք այնպես ինչպես վայել է այսօր շենքը կկողի կանցնի, այս դարի մեջ կմտնի։ Եթե չէ, մենք կունենանք կատալոգ, բայց գրադարանը ինքը հետ կմնա այդ առումով։ Գրադարանի մեջ ուրիշ տեղաշարժել են կարելի։ Ես հույս ունեմ իհարկե, որ Նիսի հիմնադրամը թեր կկանգնի նաև, ասենք, շենքի շինության պահպանության առումով, ասենք, Թամոյան շենքը մենք կմտցնենք այդ շրջանակի մեջ։ Բայց այս շենքը ես կարծում եմ մենք պետք է որևէ ֆոնդի Կարնեգի լինի, Սորոս լինի, չգիտեմ, շատ Ես կուզեի գուցե միկրոֆիշ ավելի ճիշտ լինի։ Մենք մի ժամանակ մի կոնտակտ ունեինք Նյու Յորքում կամ մի հատ ռուս կա, չեմ հիշում, նրանք կոնտակտ արեցին, որ բայց շատ ստրկական պայմաններ մեզ առաջարկեցին, չուզեցին դրանց հետ աշխատենք, որ աստորեն ամբողջ կվերցնեին դիմացը մի հատ սարք կտային, որը ճիշտ չի իհարկե, որն իրենք վաճառելու են, գիտեն դրանից մի քիչ եկամուտ ունենա այդ նորմալ ռուս, ոնց որ ուրիշ էլ երևի կա իհարկե։ Եվ գրադարանի օրինակ մենք այստեղ ստեղծեցինք reference library առաջնակ, բայց չեն կարողանում նոր գրականություն ձեռք բերեն։ Այն ինչ որ exchange են անում շատ քիչ է, ասենք վրա։ Եվ նախկինի համեմատ իհարկե 3 անգամ պակասել է բաժանորդագրությունը, բայց դա է կանոնավոր չեն ստանում, որովհետև կոլեկցիայի հարստությունը դուք ինձնից լավ գիտեք, նաև որ անընդհատություն է, տարի տասնամյակներ շարունակ, իսկ վերջի 10 տարին անընդհատ մենք ստացել ենք, մենք չենք ստացել եւ աղքատացել է մեր գրականության ֆոնդը։ Ես ուզում եմ շատ չխոսեմ իհարկե, բայց գրադարանը իհարկե իր տեսքը փոխած է, մենք ինտերնետ ունենք, մենք սերվիսներ ունենք եւ հիմնականում մենք ձրի ենք անում, մենք փողով գրեթե բան չենք անում, պիտի անենք իհարկե։ Անխուսափելի է անցումը, բայց նույնիսկ ասենք թե այն Xerox մեքենան, որ մենք ունեցել ենք, այդ կարծեմ 66 թիվ եք ասում, դուք եկել կարծեմ հետ այդ տարիներին մեկը մեզ մի Xerox-ա նվիրել, որը մինչև նախանցյալ տարի օգտագործում էինք։ Հիմա էլ է։ Այսինքն եթե մենք ունենանք մենք որոշել ենք դրքի թանգարան ունենալ Այսինքն եթե մենք Xerox-ներ ունենանք, մենք Xerox-ները այստեղ աշխատացնենք, դա էլ եկամուտ մեզ կապահովի, բայց չունենք։ Քանյալ Xerox։ Ոչ մի հատ, այդ մեկն է։ Մարտից փակվածանները Այստեղ եղածը ուրիշի է, Ալետոյով տվել ենք ուրիշ այստեղ փող կաշխատի, մենք բան չենք ստանալ դիմացը։ Գրադարանը չունի այդ Xerox-ը։ Xerox-ները մասնավոր Xerox-ներ են, որոնք արտակալել են եւ գործներ են անում փողով։ Փողով։ Մեր գրադարանը, ասենք թե իմաստ շատ, դրսից հետաքրություն շատ կա, ասենք թե մենք հայագիտական կենտրոնները կասեն այս ժուրնալը, այս գիրքը ուղարկեք, դա բավական թանկ է։ Եթե ունենայինք Ariel Station ստեղ, խնդրեմ, արդեն կարող էինք իհարկե Ակադեմիան Xerox ունի։ Միհարկե մոտ տեսակ, մենք Գերմանցիներ որ ասեցին դերի,
Երեք տարվա սիրոց։ Ուծե Բազարյանը որոշ բաներ 66 թվականի որ դուք եղել եք այստեղ, 66-ից հետո այստեղ 3 մասնաշենք ավելացել, մեկը սա է որ ունեցել, եւ գիծ 2 մասնաշենքերը։ Հիմա 90 թվականին մի մասնաշենք, որ հիմնահարկան է եւ հիմնական գրապահության համար է նախատեսված, այդ մասնաշենքը չկարողացան շահագործման հանձնել, Սոյի միությունը փլզվեց, երկրաշարժից հետո ինչ-որ բաներ եղան այնտեղ լինեն, հետո եկան անլույս տարիները ցրտի պատճառով որոշ բաներեվանքերի առանց նյութական ռեսուրսների, բայց կոլեկտիվի աշխատանքի, տեխնական աշխատանքի շնորհիվ։ Այդ մասին է որ ասվեց, որ մենք այդ մասը ուզում ենք, որ մի շենք կա, ընթերցասրահները տեղափոխենք, որ սպասարկում արագանա։ Գրապահոցի ընթերցասրահները լինեն իրար մոտիկ, հիմա սպասարկումը դժվար է, որովհետև ընթերցասրահը կապված է գրապահոցների տարբեր շենքերի միջոցով։ Եվ տեղափոխում են գրականություն ձեռքով, ոչ մի բան ավտոմատացված չի, բայց կոլեկտիվը աշխատում է։ Մենք ունենք թվեր չասվեց, բայց ասեմ, որ 6.5 միլիոն է մեր ֆոնդը, եւ մենք այս պահին նաեւ հաշվառման գործընթաց է կատարում ամբողջ գրադարանի մասշտաբով եւ կատարում ենք նաեւ հետազոտական բնույթի եւ մատենագիտական բնույթի աշխատանքներ, ունենք հիմա մի 10-15 անուն մատենագիտություններ ունենք կազմած, որը հրատարակության կարոտ է։ Այսպիսի խնդիրներ ունենք, որը հրատարակությունները իհարկե կարողացնել նաև դուրս կգային կարենա մեր մասին ինֆորմացիան ավելի օպերատիվ կիմանային 2.7 միլիոն բացվելու, այսինքն գրականության սպասարկում է լինում, 270-300 հազարի մոտ հաճախումներ է լինում, եւ օրվա ընթացքում մեր գրադանը այցելում շուրջ 1000 հոգի, եւ ընթերցասրահները որ մտնեք, կտեսնեք, որ այնտեղ բավականին այս պահին անգամ ընթերցողներ կան, դուք երևի մեծ ընթերցասրահ լավ եք հիշում, դա նույնը մնացել է ուսանողական ընթերցասրահն է այնտեղ, մեր ընթերցողների, այսօր ընթերցողների 60%-ն է կազմում ուսանողությունը, ու գիտական հատվածը նկատի ունենալով այս դժվարությունները կամաց-կամաց իջալնքի, բայց կարծես թե կայունանում է։ Մեր խնդիրը նաև համալրման խնդիրների լուծումն է, որը դժվար է, շատ դժվար է խնդիր է։ Մենք ժամանակին, տեսեք, ստանում ենք ամբողջ ռուսական մամուլը, կպարզաբանենք, բայց պրոբլեմներ իրոք կա, բայց մենք էլ աշխատում ենք Տիկին Սիլվան անվանավորում է օրերս 6-րդ թիվը լույս կտիկի սա 5-ին, այս ուրեմն 6-ից 4-ը Տիկին Սիլվան Այստեղ անցած տարի ես ուրեմն կոնգրեսի գրադարանը Մոսկվայում ներկայացուցիչ Միխայել Լևներ կա այնտեղ աշխատող, դուք ճանաչում եք, ինձ մի գիրք էր նվիրել, նեգորեյշն արել, այդ գիրքի մեջից վերցրեց, արդյոք գրել եմ, անցած տարի Այս միտքը շատ դուրս եկավ, ճիշտ ասած, ամբողջը չի, հարկե հատվածն է, գրադարանի մասին ձեր խոսքը, իհարկե Երտասարը Չէ, բայց չեք ողել, նույն նագալ։ Չեք ողել, չեք ողել։ Այս գիտնոցը։ Եվ կինը, քանի որ ավելացվել եք։ Այնպես որ սրանից ձեզ կտամ, այս գիրքը ես եմ կազմել իմ կողմից ձեզ նվեր վիշատակ, սա հայ մամուլի բիբլիոգրաֆիան է այս տարիների, որ երբ որ թերթերը հրապարակ դուրս եկան, նոր թերթերը հայերեն ամբողջ են։ Ես ծերից 3 գիրք գրացել, մանի Գլացորի հետո Bible եւ Treasures of Art Ինչու չես մնարվոր Ուրեմն սա, պարոն Վիկտորյան, մեր հայ գրքի մատենագիտության երրորդ հանդուրն է։ Ներսիսյան։ Չէ, սա մենք ենք արել, մեր գրադարանն է արել։ Նինել Ոսկայան անունը դասած ունենք, Նինել Ոսկայանի խումբն է։ Այս աշխատանքի հովանավորը ինքն է արել։
1512-1840 թվականները։ Սանոթի կանոնացնող։ Հա, այն ժամանակ ինքը որ եկավ 93 քիլներ, Սա իհարկե 2000 դոլար փող տվեց։ Այն ժամանակ։ Հիմա արդեն պատրաստ է տպագրության, շուտով պատրաստ կլինի, խմբագրական աշխատանքներ են կատարվում, դրա 4 հատորի 1920 թվականն ով է օպիդիզմ խմբագիրը։ Խմբագիրը, չէ, խմբագրի խնդիրը չի, հրատարակության տարբեր անուններով, ունենք ասենք մեր մամուլի մատենագիտություններ, արձագանք անունես է, որ տիպիզմ մատենագիրում է, ունենք գործի, գործ, արաքս, արեք, դրանք մատենագիտությունները պատրաստ է, ունենք հայոց ցեղասպանության նվիրված մատենագիտական Ինչպես կարող եմ կատարել պաշտոնական։ Հիմա Սորոս արդեն օգնում է ձեր Սորոսը։ Ես նրա խորհրդատներից մեկն եմ։ Իր համալսարանի տնօրենության փոխաբարձը դատել։ Ապա Սորոսի հետ որը խնդիր ունենալ, այստեղի օֆիսին չասեք, որ միշտ կապեր ունեն Սորոսի հետ, որտեղ ստեղ խրճեն։ Այդ ասեք, որ շատ հրակված եմ եկել, Սորոսին պիտի ասեմ, որ ինչքան երախտապարտ եք այստեղ եղել։ Երկրորդ, Էրասմոս եւ այլն, Գերմանիա եւ այլն, Եվրոպական միությունը, նրանք այդ ծրագրերն են դատարանների վայր, չեմ ինչ կապեր ունենք նրանց հետ։ Library of Congress-ը Բիլինգտոնը շատ մեզ համակիր մեկն է, մոտ բարեկամ է ինձ հետ, մեկ տարի է լինի, մեկ-երկու տարի լինի պաշտոնի վրա, նաև digital բանի մեջ շատ բեկեր է կատարում։ Հետո ես եմ McGraw-Hill կոմպանին, որ ամենավեծ հրատարակություն, նրանց տնօրենն եմ, նրանց ավակ տնօրենն եմ, երկու տարի ևս պաշտոն եմ այդտեղ, ինչ-որ գիրք պետք ունենա, տեխնիկական մի վայր եմ, որև ես ուղարկում եմ այդ գրքերից 12 օրինակ բոլոր ռուսական համալսարները, որ մենք պահպանում ենք ծրագրերն են այդտեղ։ Գալ տարի ծրագիր գտնանք Հայաստանի մեջ ևս։ Հայաստանի մեջ ծրագիր բանալու համար դժբախտ է, որ պետք է բանամ նաև ծրագիր Վրաստան եւ Ադրբեջան։ Ադրբեջանը սեր ենք, որ նրանք եթե Հայաստանի մեջ գործակցեն չեն կարող օգնել նրանց։ Ով չուզում գործակցել չեն կարող։ Բայց պիտի աշխատենք, որ օգտակար լինենք Երևանի պետական համալսարանի եւ American University միջոցով, որ աշխատենք case անունով անենք կենտրոն պիտի հաստատենք, որ բոլոր մտավորականները օգտվեն երկու համալսարանի շուրջ։ Մենք հիմա Ռուսաստան, Նովոսիբիրսկ, Տոմսկ, Օմսկ, Նիժնի Նովգորոդ եղել, դրանք բոլոր համալսարանները ներողություններ են անում դրամական և տեխնիկական։ Այդպես ցույց կտա, որ այդ ուղղությամբ գրքերը ուղարկենք Հայաստան։ Հիմա չենք կարող անել Հայաստան։ Հետո IREX-ը մենք ենք, IREX-ի ամենամեծ դրամագործող Կարմենին է։ Բոլոր հայերը, որ կան IREX-ի միջոցով, IREX-ի դրամագործող մենք ենք։ Հետո Eurasia Foundation-ի միջոցով ծրագիր ենք սկսել small business Հայաստանի մեջ։ 1 միլիոն դոլար ենք Հայաստանի։ Հետո վերջերս Carnegie մասին ասացի, զանազան եղել գրքի գործով զանազան։ Ես ևս ուզում էի գալուց առաջ մեկ որոշում ես Ամստերդամի ավետարան ունեմ, առաջին 1666, բայց կապույտ թղթի վրա, որ ավելի նավոր է։ Ես Կապտեն Յարոկը, որ Հայաստանի Ռաբին Նարոքսանին, այն ժամանակ ամերիկյան միսիոնով, որ տեսնեն ամերիկյան մանդատը դիզարնի Հայաստանի մեջ, ես Կապտեն Յարոկ գնաց էր այստեղից, իր ասկատանները ինձի Պենսիլվանիա ինձի նվեր տվին, արժեք չգրել, ես հրապոս սրեցի, որ ասացին ինձի ավետարանն ես, ասացի այո, ուզես մեկ հատել լնալ, հայերեն ասում, ինչու չէ, պեր, բերեք, տվան դիմաց ենք բերեք, ստիկ մեջ, բացից սիմուր այդ է։ Հիմա երկու որոշում գիտեմ են,
մեկ ուզում էի նվեր տալ, մյուս ուզում էի ծախել գումարը տալ Հայաստանի գրադարաններին։ Հիմա չեմ որոշել որ մեկն այն, այստեղ ունեք արդեն օրինակներ, բայց ուզում եմ եկ հայ գնի, որ հայերի ցերկ մնա, բանը արժենքը տված են $100,000։ Դասի ավելի կարող է արժեքը։ Հիմա եթե կամ ծախեմ, կամ չծախեմ, ձեզի պիտի կա այստեղ, կամ դրամը կկա ձեզ գրադարանների, կամ գիտին կկա կարտարի, ուզում է այդ ձևով օգտակար են անցնապես։ Հետո զիվակս և այլ այդ ձևով ես կարող եմ անցնապես օգտակար են։ Եթե կա մեկ չեմ ուզում շոկա հոստավելի։ Ամպես որ կարող եմ անպես ընկերների բանիքոցով կստրպիչ։ Հին գրադարակությունում տպարանով բան։ Ժամկետանց ամերիկյան մասշտաբներով ժամկետանց սարքեր կունեն, որոնք մեր համար ժամանակակից են։ Մեծ տպարանները ծաղրաբերդորան։ Հետո այդ գրադարակությունն ինձ եթե ասեք ինչքան է, այդ ձևով կարող եք օգտակար են, կամ անձնապես կամ միշտերի դոսով։ Մենք մի քանի ծրագրեր ունենք։ Ինձ ուղարկեցեք ծրագրերից, որ մեկը ես կարող եմ նախարարներ, որ մեկը չեմ կարող։ Բայց ես չեմ ուզում խոսք տամ միան, մի բան չեմ իր։ Ես խոսքի մարդ չեմ, Սիվանաստանները դե խոսքի մարդ չեմ։ Բարոն Նիկոլյան, մենք ուզում ձեզ նվիրել նաև Շուշիի ազատագրության, ուրեմն ես վերջինի միջանցքը բացելու քարտեզը, կարծում եմ շատ եւ մի հաճելի պատմականություն ունի, սա ուրեմն Սա մեծ պոստերներն է, National Unity համալիրի, երկու հատ պատրաստեք Քանվեր Քարնեգի գումարներով արվել մեկ տեսեք սա Սիլվա Կապուտիկյանի Որի մեսօր է Սիվանաստանը բան չեմ արի իր համար։ Սա ընտանեկան ճիշտ է, սա ուրեմն ընտանեկան քրթանցյան երեկոյի համար բանալի ապրիլ 17 վերջակեցի եւ սա ընդհանուր պոստերներ, որ Տանեմ իմ օֆիս Նյու Յորք։ շատ Քարնեգի դրամով է։ Հիմա շուտ գիտեք, որ անցյալ տարի մայիսի Թիֆլիսի մեջ համբուրում մեծապոտը խոսեի 3 Կովկասյան հանրապետությունների կրթարանավերները եկան շաբաթով ամերիկյան կրթարանների միության հետ միասին և այս տարի ծրագրած ենք հանդիպել այստեղ Երևան և համալսարաններում կենտրոնացման վրա 3 համալսարաններում շատ ուրախալի է պետք է ասել, որ մեծ արձագանք ունեցել է այդ պատճառով, թե ամերիկյան կրթարանային միության ներքև հայերը իրապես կարճ ժամանակի ընթացքում այսպես հրավառակ եկել են և այդտեղ գիտեք, որ ունենք հայ կրթարանատերերու հանձնախումբ ԱԼԻԿ անունով Armenian Librarians and Libraries Information Committee այսպես մասնավորված են, որպեսզի ԱԼԻԿ փարը մեջտեղ կա կործաթիվ և այս տարի արդեն հունիսին ատլանտայի մեջ հավաքնենք և ինտերնետի միջոցով, այսինքն Armenians and Cyberspace Հետո, եթե ծրագիրը ունեք ակադեմիայի գրադարանները ազգային գրադարանները։ Հրավիրով չեմ կարող ձեզ հարց չուղղել, որտեղ ես պիտի ցանկանայի, որ մենք առանձին է զրուցեին, բայց կարծում եմ, որ ձեր պատասխանները նաև բոլոր ներկաներին կերակրել։ Անշուշտ դուք այստեղ եք նաև մասնակցելու Հայաստան Սփյուռք երկրորդ համաժողովին, կուզենայի, որ դուք ձեր ակնկալիքների մասին խոսեիք, ինչ ակնկալիքներ ունեք համաժողովից եւ ընդհանրապես ինչ ակնկալիքներ ունեք հայրենիքից Հայաստան Սփյուռք հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Ես թիվ 1 եկած եմ անձնական հանգամանքով ոչ թե Սփյուռք վայելը, բայց պիտի մասնակցեմ, որովհետև արտաքին գործոց նախարարը խնդրել է ինձանից, որ իմ ուրեմն երևույթ ունենա վաղը կամ մյուսը կեսօրից հետո 2015-ին 15 անց երևույթ ունենա, որովհետև գիտեմ, որ ես շատ բարձ խոսող եմ, և ինչ-որ դարձում եմ, խոսում եմ, այսինքն չպասել, ես մեկ կողմից էսպես, մեկ կողմից էսպես,
մեկ կողմից տեսնապես որ դիատեր ունենք, որ տեսնեք ինչ պիտի ասեմ, որտեղ չեմ ուզում չկակ։ Հետո չեմ ուզում որ հիմա մեկը նրանց լուր տա, թե ինչպես, ինչ ապրանքներ ունեն, որտեղ կարող են դի չլավիրել։ Հայաստանը մեզ համար գաղափար և ժողովուրդ է, մեր ժողովուրդ, մեր հայրենիքն է։ Մեզ միշտ ասել են, որ արտասահմանը և Հայաստանը երկու թոքեր ունեն։ Արտասահմանի թոքը պստիկ է, Հայաստանի մեծ է։ Երբ որ մեկը բռնվում է, արիվ պետք է մյուսը շնչի։ Եվ իրարու պետք ունեն։ Եվ մյուսը պետք է ասեմ ինչ-որ երկու օրից հետո, որ արտասահմանը չի կարող կառավարել Հայաստանը։ Հայաստանը պետք է ինքը իրեն կառավարի։ Արտասահմանը միայն պետք է կառավարի խորհուրդ տա, ուժ տա, բայց ամենամետ ինչ որ ունենք դրամական, տնտեսական, պետք է ներմուծենք այստեղ, որտեղ չեմ ապստաղում, որ եթե Հայաստանը գործ չունենա, տնտեսություն չունենա, առողջություն չունենա, անկախություն արժեք չպիտի ունենա, որտեղ մեկ-երկու տարիից կամ Իրանի գաղութ կերնենք, կամ Թուրքիով գաղութ կերնենք, կամ Ռուսաստանի գաղութ կերնենք։ Նրանք մեր ամեն տնտեսությունները կարող են առնել 2-3 միլիոնով։ Այնպես որ մենք պետք է մեր խանութը, մեր դիրքը, մեր տունը հերթիտ լավ վիճակի մեջ ունենանք, դրանից հետո ինչ կնենք։ Դրա համար է, որ արտասահմանից որ գործի, հայերը որության պետք չունենք, գործի պետք ունենք։ Հետո բարձրացնենք մակարդակը, որ մենք պետքի գաղափարի ժողովուրդ ենք, և բարձրացնենք, որ ապրենք ոչ թե խանութ բան և առևտրական միայն։ Առևտուրը լավների հուսական արտասահմանը նորից, մեկը Ջավախ և այլն, վրացական արտասահմանը, մյուս արտասահմանը։ Ես միշտ մտածել եմ, որ ինչ որ ունենք, ինչքան ներմուծենք Հայաստան, գաղափար, հարստություն, տաղանդ և այլն, Հայաստանը պետք է նմանի ճիշտ Իռլանդիայի նման, կամ Հնդկաստան նույնիսկ, որ միտքը սահման չունի, տաղանդը սահման չունի, հայությունը հարուստ է իր տաղանդով, իր մարդկանցով, իր կանանց ուժով, որտեղ իբրև անհատ մենք միշտ մրցացել ենք որևէ մեկի դեմ, իբրև հավաքականություն մենք արժեք չունենք, որտեղ մենք իրարու չենք հավաքում։ Աման, ես մարդը ով է անցյալ տարի հայրը մսագործ է, լավ է ճանաչում, միս է իսկրն մայավեր է դամարան, ես է վեր ակալևիկոս, բայց է որ օտար է, հոնարի, այլ զուկ կարդիվ է, ջուրը դեղ է, ծուկը դեղ է, ծուկ միտուր, որպես չեմ ուզում որ Հայաստանը ինվիր միան արտասահմանի վրա, Հայաստանը կամանց իմ երկեր է պետք։ Հետո լավ է չի, որ արտասահմանի ճոճավանները տալիս է նկար է կարշում տեզի, նեկած հաղթ ուր տեզի, հետո պետք է բարշում է, որ սի ատվակ երկիր է։ Ուրեմն դու շատ մեծ կապեր ունեք, երևի արդեն ինվորմացիա ունենակ դու, որ Համաստանի գրադարաննա իզմիրյանները վերանորոգեցին, այո։ Կարելի ասենք մի տարբերակ գտնել, մենք 4 մասնաշենք ունենք, ուղղակի ձեր օգնությունը այդ հարցում, մի տարբերակ գտնենք որևէ մասնաշենք և իրանց անունով Անունը միտրեք, անունը որ տալիս եք, մարդիկ կարծում են, որ պետք տան բանի իրենց հարկի համար, պետք է տան, որտև Հայաստանը պետք է, այդ ձևով պետք է, եթե չէ շուտով անման տեղ չպետք է մնա, հետո վրան պետք է, ճիշտ է Լուիզիանայի գերեզմանատունները, որ մեկ մեկի վրա է թաղում, հետո ես ամնի վրա միշտ ամնի պետնենք, ես աններ պետնենք չի։ Քաղաքացիական հասարակության
կառավարության մեջ գրադարանների դերի կարևորման գործում ունեցած անձնական մեծ ներդրումի համար Հայազգի գրադարանային գործիչ Կարնեգի նախագահ դոկտոր Վարդան Բեյքովյանին պատկերացրել հայ առաջին տպագրիչ Հակոբ Մեղապարտի Քանի որ մեղավոր է, մեղապարտի շատ ազնիվ է, շատ շնորհակալ եմ։ Երկու երես է, Այսօր օֆիսը գնալի կախնեսներ, սպատի վրա կներեք սեսի պահեցի 45 րոպե, բայց ռուսան ես հիմա մաշնական կարգ ստեղծել։ Մասրանց կո հասցես ունեք արդեն, ամուս էլ գիտեր, ձեզ է տեսակ, հիմա ռուսան կանդիպենք, կամ Նյու Յորք, կամ այստեղ։ Ուրեմն ձեզանից հետևյալը պետք ունեմ։ Ինչ կարիքներ ունեք, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, հետո ում հետ եք խոսում դրանց մասին, Իզմիրյանի հետ եք խոսում, Սորոսի հետ եք խոսում և այլն, որտեղ չկրկնեմ ձեր քայլերը։ Բայց դու խոստ եք տալիս, որ մեկ հələ նոր անթիկ զիլաքս կնենա։ Տեսակ մենակ ձեր անունն է հիշվեց։ Լան, որտեղ շատ տարօրինակ պատմական է։ Լավա բոլորը գերում ենք, ես է դասեմ ուշադի, շատ լավ նկարա։ Արի ներսիս նկարա։ Կանգնեք, ես կնկարեմ։ Բոլորս տեղավորում ենք։ Արի սիրբաշ։ Ընդհանրապես երի տեխնիկական է։ Արի եստեղ։ Լսողական սարքերի երաժշտության է բաների շատ ախտան։ Արման կարելի է այն անջատես դրանուց բանից։ Դույնս դրամոսին է տալիս է Պարսկաստանի։ Այս հասարակության համաժողովը։ Just BG, Carnegie.